Երբ խոսում ենք ապահովագրության մասին, շատերը պատկերացնում են բարդ թղթաբանություն եւ անվերջ հերթեր, բայց այսօր ժամանակները փոխվել են եւ այսօր ապահովագրությունը կարող է հայտնվել յուրաքանչյուրի գրպանում։ Թվային լուծումները ապահովագրության մեջ։ Վարդան ջան, խնդրում եմ փոքր խոսես այս մասին, ինչ նորարարություններ, ինչ փոփոխություններ կան այս մասով մեր ոլորտում։ Շնորհակալություն։ Վերջին տարիներին ապահովագրական շուկան ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, թռիչքաձև աճ է գրանցել թվային տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման առումով։ Ապահովագրական ընկերությունները մեծ ներդրումներ են իրականացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ եթե առանձնացնենք այն հիմնական ուղղությունները, որոնք կրում են այդ ներդրումները, ապա դրանք on-line առցանց գործիքներն են, բջջային հավելվածները, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում ապահովագրական ընկերության եւ հաճախորդի միջև փոխհարաբերությունները առավել արդյունավետ, էֆեկտիվ իրականացնելու առումով, ինչու՞ չէ նաև հարմարավետության առումով հաճախորդների տեսանկյունից։ Բազմաթիվ զարգացումներ կան, հատկապես ապահովագրության պայմանագրերի կնքման, ապահովագրական հատուցումների ամբողջ process-ի կարգավորման հետ կապված, որոնք հիմնական երկու ուղղություններն են ապահովագրական ընկերություն եւ հաճախորդ փոխհարաբերություններում։ Այս առումով հայկական ապահովագրական շուկան նույնպես էական փոփոխություններ է կրել։ Իհարկե այդտեղ կարելի է ընդգծել 2020 թվականը, որը որ COVID-ի համավարակով պայմանավորված էր։ Դրական առումով COVID-ը խթան հանդիսացավ թվային տեխնոլոգիաների առավել արագ եւ էֆեկտիվ զարգացման տեսանկյունից, մասնավորապես հայաստանյան ապահովագրական ընկերությունները սկսեցին ավելի շատ ուշադրություն հատկացնել on-line գործիքների ստեղծմանը, քանի որ այդ ժամանակահատվածում տեղաշարժերը, ապահովագրական ընկերությունն այցերը եւ այլն շատ սահմանափակված էին եւ ընկերությունները ավտոմատ սկսեցին գործիքներ ստեղծել, թվային լուծումներ ստեղծել հաճախորդների հետ ապահովության պայմանագրերի կնքման եւ հատկապես ապահովագրական հատուցումների կարգավորման համար։ Եթե նախկինում հաճախորդները ստիպված էին հատուցման դիմումներ գրել ապահովագրական ընկերության գրասենյակ այցելելով, ներկայացնել փաստաթղթեր, բնօրինակներ եւ այլն, այդ ժամանակահատվածը այնպես ստացվեց, որ ընկերությունները ստեղծեցին on-line գործիքներ եւ հաճախորդները սկսեցին ամբողջությամբ թվային հարթակներով դրացնել էլեկտրոնային տարբերակով հատուցման դիմումներ եւ դրանց իսկ փաստաթղթեր ներկայացնել բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Հակիրճ շապահետ կան։ Շատ ողջունելի է այս փոփոխությունը։ Ինձ հետաքրքիր է մարդկանց արձագանքը ինչպիսին է եղել այս փոփոխություններին։ Եթե նայենք ներդրման վաղ շրջանում, թվային տեխնոլոգիաների նշածս գործիքակազմի ներդրման սկզբնական փուլում, ապա ես կտարանջատեի երկու սեգմենտ, տարեցներ եւ տարիքով ավելի ցածր հաճախորդներ։ Այս վերջինի դեպքում մարդկանց կողմից հիմնականում ողջունելի էր, որտեղ շատերը չեն ցանկանում կտրվել աշխատանքից, տեղափոխվել, խցանումներ եւ այլն, դրանք բոլորը ժամանակի խնայողություն են մարդկանց համար եւ ողջունելի են հաճախորդների կողմից։ Բայց միևնույն ժամանակ պետք է չմոռանանք ավելի տարիքով բարձր սեգմենտի կարիքները եւ հնարավորությունները։ Տարեցների դեպքում անշուշտ կար որոշակի խնդիրներ, դժվարություններ, քանի որ մարդիկ սովոր չէին օգտվել էլեկտրոնային հարթակներից, թվային տեխնոլոգիաներից եւ կարիք էր լինում ավելի շատ բացատրական գործողություններ իրականացնել, մարդկանց ցույց տալ, ինչպես ոնց պետք է օգտվել այդ հարթակներից։ Բայց ի ուրախություն մեզ միայն ապահովագրության ոլորտը չի, որ նույն էվոլյուցիոն շրջաններով է անցնում եւ այլ ուղղություններ, ֆինանսական ոլորտ կլինի թե այլ ֆինանսական կազմակերպություններ նույնպես զարգանում են դեպի թվային հարթակներ եւ եթե ամբողջ միջավայրը դիտենք, ապա այդ տարեց խմբի մեր քաղաքացիները ավտոմատ տարբեր թե բանկ, թե ապահովագրական ընկերություն, թե այլ կազմակերպությունների դեպքում
կարիք էին ունենում առավել հաճախակի օգտվել էլեկտրոնային on-line համակարգերից եւ կարելի ասել, որ բարեբախտաբար ավելի արագ ստացվեց այդ անցումը, քանի որ միայն ապահովագրական ընկերությունները չէին, որ անցան on-line լուծումների։ Բնականաբար բանկային համակարգը ավելի առաջընթաց է եւ բանկային համակարգը ավելի շուտ էր սկսել այս գործընթացը նշված սեգմենտի համար։ Մեր սոցիալական հարթակներում հոլովակ էինք հրապարակել FS Online հարթակի մասին, որից հետո շատ հարցեր ստացանք ավելի մանրամասն բացելու, հասկացնելու մարդկանց ինչ է դա եւ ինչի մասին է։ Ինչի համար մարդ պետք է այդտեղ գրանցվի եւ ինչ խնդիր այն կարող է լուծել մարդու համար։ Մի փոքր կխոսեք այս մասին, որ մարդկանց ավելի հասկանալի լինի։ Անշուշտ մեր կողմից ստեղծված on-line հարթակը հնարավորություն է տալիս հաճախորդներին մեր մինչ այս քննարկած գործիքակազմից օգտվելու համար։ Մասնավորապես հաճախորդները հնարավորություն են ունենում on-line ռեժիմով կնքել ապահովագրության պայմանագրեր, որպես օրինակ կարող եմ նշել ճամփորդության ապահովագրությունը, որ լայն մասսայականություն վայելող ապահովագրության տեսակ է։ Ճամփորդության ապահովության պայմանագիրը կնքել on-line, լրացնել իրենց անձնական տվյալները, վճարել առցանց եղանակով բանկային քարտի միջոցով կամ էլեկտրոնային դրամապանակների միջոցով եւ ստանալ էլեկտրոնային ապահովության պայմանագիր, որը ունի նույն իրավական ուժը, ինչ որ հաստատային տարբերակով կնքված ապահովության պայմանագիրը։ Բացի դրանից, եթե անցնենք արդեն հատուցման գործընթացին, ապա ապահովության հատուցման դիմումների ներկայացումը, կլինի դա բժշկական ապահովագրության գծով, թե կասկո ապահովագրության գծով, դրանք on-line հարթակը հնարավորություն է տալիս նշված դիմումները ներկայացնել կրկին էլեկտրոնային տարբերակով եւ այնուհետեւ հետեւել ապահովագրական հատուցման ընթացքին, տեսնել թե ինչ փուլում է գտնվում ապահովագրական հատուցումը, երբ է ակնկալվող ժամկետը, որի ընթացքում հատուցումը կարգավորվի, տեսնել վճարման օրը եւ այլն։ Այսինքն ամբողջ հատուցման գործընթացը ըստ էության կարող ենք ասել, որ էլեկտրոնային տարբերակով է կարգավորվում եւ հաճախորդը ուղիղ կապի մեջ է ապահովագրական ընկերության հետ, կարիք չունի լրացուցիչ գործողություններ իրականացնելու, ինչպես նախկինում էր, զանգել ապահովագրական ընկերություն, ճշտել իր սպասել, ճշտել իր հայտի կարգավիճակը, երբ կլինի, ինչքան կլինի հատուցման գումար եւ այլն եւ այլն։ Դա ամենը հիմա առկա ժամանակի ռեժիմով հասանելի է հաճախորդին։ Ժամանակի խնայում ինչին ձգտում ենք բոլորս այսօր։ Միանշանակ։ Մենք այս տարի մշակեցինք վճարումների բազմակողմանի զարգացած համակարգ, կարող ենք ասել, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդին մեր բջջային հավելվածում կամ on-line հարթակում կցել իր վճարային քարտը կամ մեկից ավել վճարային քարտեր, այսինքն հիշել բանկային քարտը մեկ անգամ մեր հավելվածում եւ այնուհետեւ խուսափել ամեն անգամ որևէ գործարք իրականացնելիս կրկին մուտքագրել նույն տվյալները, ինչ որ նախկինում բազմաթիվ անգամներ մուտքագրվում էին։ Այսինքն մենք բարձրացրել ենք, հեշտացրել ենք հաճախորդի վճարումների process-ը, որպեսզի հաճախորդը մեկ անգամ տվյալ մուտքագրելով առաջիկա տարիներին այլևս նույն գործողությունը չկրկնի։ Բացի այդ, հնարավորություն է տրվում ավտոմատ վճարումների հանձնարարական տալ ընկերությանը, այսինքն եթե հաճախորդը կնքում է ապահովության պայմանագիր տարաժամկետ վճարման գրաֆիկով, պայմանական ամսական վճարման գրաֆիկով պայմանագիր, ապա մեր բջջային հավելվածը հնարավորություն է տալիս հիշված քարտի վրա կիրառել հանձնարարություն, ապահովագրական ընկերությանը թույլ տալ գումարները գանձել ավտոմատ կերպով եւ տվյալ պարագայում յուրաքանչյուր ամսվա վճարման օրը ընկերությունը ավտոմատ վճարային քարտից գանձում է հերթական ապահովագրավճարը, ինչը բազմաթիվ խնդիրներից եւ գործավարումից ազատում է հաճախորդին, քանի որ նախկինում հաճախորդը ստիպված էր ամեն ամիս հիշել, որ տվյալ օրը ունի վճարման պարտավորություն, պետք է մտնել բանկ կամ պետք է մտնել ընկերության գրասենյակ վճարում անելու համար եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ գործողությունները, որոնք հաճախորդը իրականացնում էր, հիմա կարելի ասել զրոյացվել են մեկ անգամ ի սկզբանե 1-2 հպումով
հանձնարարելով թույլ տալով ընկերությանը հաճախորդի փոխարեն իրականացնել վճարումները։ Կարող ենք ասել, որ այսօր ապահովագրությունը դարձել է բաժանորդագրություն։ Կարող ես բաժանորդագրվել, այսինքն ու ավտոմատ գումարները ամսական կգանձվեն եւ դու էլ հանգիստ կլինես, որ ունես ապահովագրություն։ Այո, իհարկե, մեր քաղաքականությունը ներկայումս այդպիսին է, որպեսզի ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված, հաճախորդները միանգամից իրենց վրա չկրեն ֆինանսական բեռը ամբողջ տարվա համար ապահովագրավճար վճարելու, մենք դա բաժանում ենք ավելի փոքր գումարների եւ հաճախորդն էլ իր հերթին ավելի կոմֆորտ զոնայում է գտնվում այդ պարագայում, իմանալով, որ իր ամբողջ տարվա ապահովագրությունը ամսական բաժանորդներ նշած բաժանորդագրության սկզբունքով կվճարի եւ 1 օրվա ընթացքում 12 ամսվա գումարը չգանձվի իր քարտից։ Եվ ֆինանսական առումով հաճախորդին շատ հաճախորդների համենայն դեպս մեծ հարմարավետություն է դա աղոթում։ Եթե պայմանագրերը հնարավոր է կնքել on-line հարթակում, web տարբերակով, ինչու ներբեռնել FS Insurance հավելվածը։ Տեսեք, ապահովագրության պայմանագրերը իհարկե կարող եք կնքել on-line տարբերակով առանց գրանցվելու մեր առցանց հարթակում։ Այսինքն դա նախատեսված է ըստ էության այն հաճախորդների համար, որոնք տվյալ պահին արագ ապահովության պայմանագիր կնքելու անհրաժեշտություն ունեն մեկ անգամյա կամ երկու անգամ այդ գործողությունը անելու համար եւ այդ պարագայում հաճախորդը մուտքագրում է իր տվյալները, կնքում ապահովագրության պայմանագիր, ինչպես նշեցի, եւ շարունակում ապրել իր կյանքում։ Բջջային հավելվածում գրանցումը հնարավորություն է տալիս հաճախորդին մեկ անգամ գրանցվել մեր հավելվածում, լրացնել իր անձնական, անձնագրային տվյալները, անցնել վերիֆիկացիա եւ դրանից հետո հաճախորդը կարիք չունի ամեն անգամ ապահովագրության պայմանագիր կնքելիս լրացնել իր անձնագրային տվյալները։ Սա մեկ առավելություն, որը որ տալիս է բջջային հավելվածում գրանցումը։ Ինչը կարծում եմ պետք է ընդունել, որ բավականին ժամանակի խնայողություն եւ հարմարավետություն է հաճախորդի տեսանկյունից։ Մյուս առավելություններից պետք է նշեմ վճարային գործիքներից օգտվելու հնարավորությունը, որը որ առցանց տարբերակում հնարավոր չէ իրականացնել։ Այսինքն դուք չեք կարող կցել ձեր բանկային քարտը մեկ անգամ on-line հարթակում առանց գրանցվելու եւ վճարման հանձնարարական թույլտվություն տալ ընկերությանը, որպեսզի ամեն ամիս կամ ամեն եռամսյակ ապահովության պայմանագրի հերթական վճարումը ավտոմատ վճարվի։ Սա նույնպես բջջային հավելվածի առավելություններից է on-line հարթակի համեմատ։ Իհարկե խոսում ենք այն տեսանկյունից, որ on-line հարթակում հաճախորդը մուտք չի եղել իր անձնական պատուհանը։ Իսկ անձնական պատուհան մուտք գործելու համար հաճախորդը առնվազն մեկ անգամ, այսինքն առաջին անգամ պետք է գրանցվի բջջային հավելվածում, այսինքն պետք է անցնի նշածս նույնականացման process-ը, անձնագրի դեմքի եւ այլնի նույնականացման process-ը պետք է անցնի, որպեսզի հետո կարողանա առցանց հարթակում մուտք գործել իր անձնական պատուհան։ Հիմնականում նման առավելություններ ունի բջջային հավելվածը։ Առանձնացնեմ նաեւ ապահովագրական հատուցման process-ը։ Նույն կերպ հատուցման դիմում ներկայացնելիս հաճախորդը on-line հարթակում ամեն անգամ պետք է լրացնի իր անձնագրային տվյալները, on-line հարթակում տեղեկացնի, թե հատուցման դիմում լրացնող անձը ով է տվյալ պահին եւ այլն եւ այլն։ Ինչը բջջային հավելվածում առհասարակ չկա։ Բջջային հավելվածում հաճախորդը հատուցման դիմում ներկայացնելիս ուղղակի ընտրում է ապահովագրության տեսակը, օրինակ բժշկական ապահովագրություն, եւ անմիջապես սկսում է լրացնել այն հատուցման գումարի չափը, որ իր կողմից այն ծախսը, որ ինքը կրել է, եւ գցել փաստաթղթերը։ Process-ը, գործընթացը մի քանի անգամ ավելի արագ է ստացվում բջջային հավելվածի միջոցով։ Ապահովագրական հատուցման ընթացիկ ստատուսների կարգավիճակների ճշտումը նույնպես իրականացվում է առանց լրացուցիչ գործողություններ իրականացնելու։ Ներկայումս on-line հարթակում հաճախորդը պետք է հիշի իր ապահովագրական հատուցման դիմումի համարը կամ իր անձնագրային տվյալները պետք է մուտքագրի
որոնում կատարի, գտնի իր ապահովագրական հայտը, նոր կարողանա տեսնել, հետևել իր ապահովագրական հատուցման ընթացքին, այո, առնվազն 4-5 քայլ ավել գործողություն է իրականացնում, թե ապահովագրության պայմանագրի կնքման, թե հատուցման դիմումի ներկայացման, ընթացքի ստուգման եւ այլն, բոլոր process-ները շատ ավելի արագ է հարմարավետ է իրականացնել բջջային հավելվածի միջոցով։ Դրա համար մենք խրախուսում ենք, որպեսզի հաճախորդները գրանցվեն բջջային հավելվածում, որպեսզի կարողանան օգտվել ամբողջ հնարավորությունների շրջանակից։ Օնլայն հաշվի, որ product-ի համար հնարավոր է հաշվարկել ինքնուրույն ապահովագրության արժեքը եւ կրկին ինչի միջոցով արդյոք հասանելի է եւ մոբայլ հավելվածում եւ վեբ տարբերակով։ Ուրեմն ապահովագրության հաշվիչները մեր ներկայիս հարթակներում հասանելի են թե օնլայնում, թե բջջային հավելվածում, մասնավորապես կասկո ապահովագրության գծով Roadcare product-ի մասով հաճախորդը կարող է տեսնել տվյալ product-ի գինը, բժշկական ապահովագրության product-ներից OncoCare եւ սոցիալական կրեդիտ product-ների մասով նույնպես արդեն առկա են թե հաշվիչի, թե ապահովության պայմանագրի կնքման հնարավորությունները, ինչպես նաեւ ճամփորդության ապահովագրության պայմանագրի գծով հաճախորդը կարող է հաշվել, թե որ երկիր ու գնալու դեպքում որքան կարժենա ապահովագրությունը։ Եթե ամփոփենք մեր հաջողությունները թվային հարթակներում հաճախորդներին տրված օնլայն գործիքների մասով, կարող են բերել որոշ թվային տվյալներ, որոնք կարող են խոսել եւ բնութագրել մեր հաջողությունները։ Մենք գրեթե 1 տարի առաջ էր, երբ ներդրեցինք, գործարկեցինք բջջային հավելվածի առաջին տարբերակը, այդ պահից ի վեր մինչ օրս արդեն բջջային հավելվածում ունենք գրանցված 10,000-ից ավել հաճախորդ, կարծում եմ սա բավական լավ ցուցանիշ է դեռևս չլրացած 1 տարվա համար, չնայած մենք ունենք շատ ավելի մեծ թվով հաճախորդներ բջջային հավելվածում գրանցելու նպատակ։ Բացի այդ կարող եմ նշել, որ ամենամեծ մասսայականություն վայելող ճամփորդության ապահովության պայմանագրի կնքումների մասով նույնպես ունենք հաջողություններ, մենք արդեն հասել ենք ամսական շուրջ 2000 եւ ավելի ճամփորդության ապահովության պայմանագրերի կնքում մեր առցանց գործիքների միջոցով, որը որ նախորդ տարվա համեմատ բազմապատիկ անգամ ավելի մեծ ցուցանիշ է գրանցել եւ կարծում ենք, որ տեմպը մենք պահենք եւ շատ ավելի հաճախորդներ հաջորդիվ կգրանցվեն եւ ապահովության պայմանագրեր կկնքեն օնլայն գործիքներից օգտվելու միջոցով։ Շատ ողջունելի է, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք, ճիշտ է։ Այո, եւ կարող եմ նաեւ նշել, որ մեր հատուցումների ամբողջ գործընթացը բոլոր ապահովության տեսակներով խոսքս վերաբերում է իհարկե ֆիզիկական անձ հաճախորդներին, բոլոր ապահովության տեսակներով հատուցումները ներկայացվում են, դիմումները ներկայացվում են բացառապես օնլայն հարթակների միջոցով, այսինքն մենք չունենք թղթով, թղթային եղանակով ներկայացվող հատուցման դիմումներ, սա նույնպես բավական մեծ հաջողություն է մեզ համար։ Ինչ նոր լուծումներ են սպասվում թվային աշխարհում ապահովագրության մեջ։ Նոր լուծումներից խոսելուց առաջ նախ ցանկանայի մի փոքր խոսել ներկայումս առկա հաջողություններից, զարգացումներից ամբողջ աշխարհում, ինչպես աշխարհի բոլոր ոլորտներում, այնպես էլ ապահովության մեջ բավական մեծ զարգացում ունեն AI տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը ներմուծվում է բոլոր ոլորտները եւ ապահովությունը անմասն չի մնում։ Մասնավորապես եվրոպական, ամերիկյան եւ զարգացած ապահովագրական շուկաներում AI տեխնոլոգիաները բավական մեծ հաջողությամբ արդեն ներդրվել են տարբեր գործընթացներում, կան գրանցված մեծ հաջողություններ ապահովագրական հատուցումների կարգավորման process-ում AI տեխնոլոգիաների կիրառման միջոցով, օրինակ հայտերի կարգավորման process-ը ամբողջությամբ ավտոմատացված ընկերություններ կան, հատուցման դիմումի ներկայացման փուլից մինչև վճարումը իրականացվում է
AI տեխնոլոգիաների միջոցով վնասների գնահատման ոլորտում կան գրանցված հաջողություններ, երբ որոնց դեպքում AI-ը ինքնուրույն է գնահատում վնասի չափը եւ հաճախորդին տեղեկացվում այդ մասին։ Բազմաթիվ են AI տեխնոլոգիաների նեղ ոլորտային զարգացումները ապահովագրության մեջ։ Ես չեմ նշում ընդհանուր բնույթ կրող զարգացումները, մասնավորապես հաճախորդների վարքագծի ուսումնասիրության, տվյալների բազաների ուսումնասիրության, այո, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման միջոցով վերլուծությունները։ Դրանք հատկապես ապահովության ոլորտին չեն առնչվում են բոլոր ոլորտներին եւ կիրառվում են նաեւ ապահովագրական ընկերությունների կողմից։ Տեխնոլոգիական լուծումները բավական լայն տարածում են ստացել ապահովագրական ոլորտում, մասնավորապես կասկո ապահովագրության կամ ապա ոլորտում մեքենաներում դրվում են սենսորներ, որոնք տվյալներ են փոխանցում առկա ժամանակի ռեժիմում ապահովագրական ընկերություններին եւ դրանց հիման վրա ընկերությունները որոշակի գնային քաղաքականությամբ կարողանում են առավել ճշգրիտ հաշվարկ իրականացնել եւ առավել հարմարավետ պայմաններ տրամադրել հաճախորդներին։ Մեքենաներում ներդրված տեսաձայնագրող սարքավորումները նույնպես բավական մեծ օգնություն են ապահովագրական ընկերության եւ հաճախորդի համար։ Պատահարի դեպքում ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու միջոցով ապահովագրական ընկերությունները առավել հեշտ կարողանում են որոշել պատահարի մեղավորությունը եւ ըստ դրա հասկանալ թե ինչպես պետք է վճարվի ապահովագրական հատուցումը։ Մեր այս ուղղությամբ մեր ընկերությունը նույնպես քայլեր ձեռնարկել է արդեն ուսումնասիրություններ, փորձեր իրականացվել են եւ ունենք արդեն հաջողված դեպքեր, երբ հաճախորդների մեքենաներում դրված տեսանկարող սարքավորումները արդեն տվյալները փոխանցում են մեզ եւ մենք էլ ինչպես ամբողջ աշխարհում կարողանում ենք դա օգտագործել ապահովագրական հատուցման process-ում։ Բժշկական ապահովության ոլորտում լայն տարածում ունեն սպորտային ժամացույցների, էլեկտրոնային ժամացույցների միջոցով հավաքագրվող տվյալների փոխանցումը ապահովագրական ընկերություններին։ Ինչպես գիտեք, այդ սարքավորումները տվյալներ են հավաքագրում հաճախորդի առողջության վերաբերյալ, սրտի աշխատանք եւ այլն եւ այդ ամբողջը փոխանցելով ապահովագրական ընկերությունները կրկին հնարավորություն ունեն առավել ճշգրիտ հասկանալ հաճախորդի առողջական վիճակը եւ առավել ճշգրիտ գնային առաջարկ անել հաճախորդին։ Եվ կան ընկերություններ, որոնք անգամ զեղչային քաղաքականություն ունեն այն դեպքերում, երբ հաճախորդը իր առողջական տվյալները փոխանցում է ապահովագրական ընկերությանը։ Ամփոփելով այս ամենը, հասկանում ենք, որ մարդու գործոնը հնարավորինս նվազել է ապահովագրության ոլորտում այդ թվում։ Այո, բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ մեր ընկերությունը տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ շարունակում է պահել այն հնարավորությունները, որոնք հաճախորդները ունեցել են նախկինում, այսինքն ուղիղ կապը մեր անձնակազմի հետ, սպասարկող անձնակազմի հետ շարունակում ենք պահել, որովհետև ինչքան էլ թվային տեխնոլոգիաները հեշտացնեն հաճախորդի փորձառությունը ապահովագրական ծառայություններից օգտվելու, միևնույն ժամանակ հաճախորդները կարիք ունեն նաև շփվելու մարդկանց հետ եւ մեր ընկերությունում այդ քաղաքականությունը պահպանվելու է եւ մենք հնարավորություն ենք տալու հաճախորդներին շարունակել շփվել մեզ հետ եւ մենք փորձելու ենք մարդկանց միջոցով լուծել մեր հաճախորդների խնդիրները։ FS-ը մարդիկ են, այստեղ շատ իսկ թվում է տեղին ասված։ Այո։ Ինչ զարգացումներ են սպասվում այսօր ապահովագրության ոլորտում, մասնավորապես խնդրում եմ նաև նշեց, ինչ դեր է այս ամենի մեջ ունենալու FS-ը։ Կարծում եմ մենք պետք է շարունակենք զարգացնել այն ուղղությունները, որոնք որ սկսել ենք նախորդ 1-2 տարվա ընթացքում, մասնավորապես բջջային հավելվածի գործիքների ընդլայնումը եւ նոր գործիքների տրամադրումը հաճախորդներին։ Առաջիկայում մենք նախատեսում ենք կասկո պատահարի գրանցումը իրականացնել կրկին բջջային հավելվածի միջոցով, այսինքն հաճախորդները պետք է հնարավորություն ունենան անմիջապես բջջային հավելվածից գրանցել պատահարը, նկարել մեքենաները եւ այլն, այսինքն այստեղ կրկին հաճախորդին հարմարավետություն
ապահովելու համար ենք իրականացնում սա։ Նախատեսում ենք նոր պրոդուկտների կնքման հնարավորություն տալ հաճախորդներին on-line հարթակների միջոցով եւ տարաբնույթ այլ գործիքներ, որոնց փակագծերը չբացեմ, որպեսզի հաճախորդների համար կարողանանք անակնկալի ձևով ներկայացնել գոնե։ Բացի դրանից AI տեխնոլոգիաները նույնպես մենք պետք է ներդնենք մեր ընկերության ներքին գործընթացներում, քանի որ բոլորիս համար արդեն ապացուցված փաստ է, որ ապագան AI-ն է, քանի որ մեծ հաջողություններ եւ էֆեկտիվություն կարող ենք ունենալ այդ ուղղությամբ։ Մասնավորապես կարծում եմ, որ մեծ արդյունքներ կարող ենք ունենալ տվյալների բազաների ուսումնասիրության, հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության, ակտուարական հաշվարկների, սակագների հաշվարկների, ֆինանսական վերլուծությունների առումով, որոնց հիման վրա մենք կարողանանք ավելի արագ եւ արդյունավետ ստանալ այնպիսի արդյունքներ, որոնք ներկայումս բավական ժամանակատար են ընկերության համար եւ դրանց արդյունքները կարողանանք ավելի արագ օգտագործել հաճախորդներին առավել էֆեկտիվ եւ առավել հաջողակ ծառայություններ մատուցելու տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ երևի կառանձնացնեմ այսքանը, բացի այդ կարող եմ նշել նաեւ այլ ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մեր կողմից մատուցող ծառայությունների առավել հասանելի դարձնելը, այսինքն մենք այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, պետք է հնարավորություն տալ հաճախորդներին, որ այլ էկոհամակարգերից օգտվելիս մեր հաճախորդներն հնարավորություն ունենան ձեռք բերել ապահովագրության պայմանագրեր, դրանք կլինեն բանկային բջջային հավելվածները, թե ոչ բանկային այլ կազմակերպությունների հարթակներ, մենք ցանկանում ենք հասանելի լինել հաճախորդների համար նաև այլ տիրույթներում։ Ընդհանուր առմամբ այսքանը։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։